սոցիալական համակարգի Պատգամավորները ԼՂ նախագահի եւ կառավարության աշխատակազմերի, ֆինանսների եւ էկոնոմիկայի, աշխատանքի եւ սոցիալական հարցերի արդարադատության նախարարությունների, հարկային պետական ծառայության, արհմիությունների ֆեդերացիայի պատասխանատուներն այսօր հնարավորություն ունեին իրենց հարցադրումներն ուղղելու Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավոր, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին եւ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանին։ Կൂട്ടակային կենսաթոշակների անցման գաղափարն ավելի քան 2 տարվա քննարկումների առարկա է ԼՂ խորհրդարանում։ Այն քննարկվել է ամենատարբեր ձևաչափերով, իսկ հունիսի 27-ի լիագումար նիստում խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է կൂട്ടակային համակարգի անցմանը վերաբերող մի ամբողջ օրենսդրական փաթեթ բաղկացած 27 օրինագծից։ Նվիրված լինելով ԼՂ սոցիալական քաղաքականության կարևորագույն ոլորտում կենսաթոշակային համակարգում շարունակաբար իրականացվող բարեփոխումներին, կոնկրետ կൂട്ടակային համակարգին անցնելու գործընթացին համոզված եմ, որ այն ունի խիստ կարևոր հանրային նշանակություն։ Նշեմ նաև, որ այս լուծումները, որոնք համատեղ նախաձեռնել ու կազմակերպում են ԼՂ ազգային ժողովի սոցիալական եւ առողջապահության հարցերի, ֆինանսա-բյուջետային եւ տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովները, իրականացվում են Արցախ-Հայաստան միջխորհրդարանական համագործակցության շրջանակներում։ Կենսաթոշակային կൂട്ടակային համակարգի արմատավորման ակունքներում կանգնած հայաստանյան գործընկերներն առաջին անգամ չեն տեսչական եւ գործնական աջակցություն ցուցաբերում։ Հայաստանի Հանրապետության ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն իր ելույթը սկսել է հանրության կողմից առավել շատ բարձրացվող հարցի պատասխանից, ով է պատասխանատու արդյունքների համար եւ արդյոք համակարգը ճիշտ կաշխատի։ Նաեւ քննադատության ալիքին են հանդիպել։ Այո, այս համակարգը պետք է իրոք քննադատի, որովհետև դա առնչվում է բոլորիս հետ։ Դա առնչվում է եւ երիտասարդության հետ, եւ ներկայիս գործող ծերերի հետ, եւ ապագա ծերերի հետ, եւ ընդհանրապես ամբողջ մեր տնտեսական կոնյունկտուրային, թե ինչպես պետք է լինի, բայց այստեղ մեկ խնդիր կա, որ իրականում այն քաղաքական ուժը եւ այն կառավարությունը եւ ազգային ժողովը, որոնք իրոք քաջություն են ունենում մտնել այդպիսի բեռի տակ, դա բավականին գովելի է, իսկ այնպես չի, որ բեռի տակ մտնում են ընդամենը 1-2 օրվա մեջ որոշում կայացնելուց։ Այսօր էլ պատասխանատուներն աշխատում են միջազգային կառույցների հետ, ուսումնասիրում տարբեր երկրների փորձը, վրիպումներից հնարավորինս խուսափելու համար։ Ամեն դեպքում կենսաթոշակների կൂട്ടակային նոր համակարգը, որը հանրապետությունում կներդրվի հաջորդ տարի, հեռու է կատարյալ լինելուց։ Փոփոխությունները կշարունակվեն մինչև 2016 թվականը, այսինքն այնքան մինչև գումարները չհավաքվեն եւ տեսանելի չլինի, թե ուր են ուղղվում մարդկանց գումարները։ Մենք օրենքում ունենք կառավարիչ գաղափարը, ասում ենք այդ կառավարիչը լավ մարդ է, կգա մեր փողերը կշատացնի։ Ես չգիտեմ ճիշտ ասած, եվրոպացին շատ կմտածի Ղարաբաղցի կենսաթոշակառայի փողերի մասին կամ հայաստանցի, թե մենք շատ կմտածենք, բայց մենք օրենքում այդ պատասխանը չենք դրել։ Մենք ասում ենք, բացի այն, որ շատ փող պետք է լինի, երկրորդ նպատակներ ունենք, որ ավելի ենք կարևորում, ասում ենք կարևորը, որ ոչ թե տարեկան եկամտի տոկոսադրույքի ավելացումն է, այլ գումարների անվերապահորեն հետ վերադարձնելը։ Սա էլ ենք ֆիքսում։ Ներկայացնելով կൂട്ടակային համակարգի անցման պայմանները, հնարավորությունները եւ հեռանկարները, միևնույն ժամանակ բանախոսները չեն բացառում խնդրող առարկա ոլորտի ներկայում ձևավորվող օրենսդրական դաշտի հետագա փոփոխման եւ առավել հստակեցման հավանականությունը։ Մոտեցումն արդարացի է եւ պարտադիր անցման նպատակների մեջ գերակա է մարդկանց կൂട്ടակած գումարների շատացումը, այսինքն հավելյալ արդյունք ստեղծելու գաղափարը։ Ինչպես կառավարել փողերը եւ որտեղ այն օգտագործել։ Պատգամավորների հարցադրումներն ու մտահոգությունները հիմնականում այս հարցի շուրջ են ծավալվել։ Այս ու մի շարք այլ հարցեր, ինչպիսին օրինակ ֆիզարցագործում գտնվող անձանց եւ սոցիալական այլ խմբերի վճարվելիք թոշակները, դեռևս վերջնական հստակեցման կարիք ունեն։ Նոր լսումները երկար սպասեցնել չեն տա, մտահոգող խնդիրներին բանախոսների վստահեցմամբ համապատասխան հիմնավորումները կհաջորդեն։ Սամվել Բալայան, Սամվել Սայան, օր